Ես կանխատեսում եմ, որ խորհրդարանական ընտրությունները դեռ մեծ անակնկալներ են ուրեմն ցուցաբերելու, հատկապես կոմպրոմատների դարում։ Այդ Քոչարյանը որ վստահ է, որ Սերժ Սարգսյանը չի անցնելու, Սերժ Սարգսյանը գիտի, որ ինքը չի անցնելու, բայց Սերժ Սարգսյանի մեթոդները քաղաքական մրցակցությունը չի։ Կոմպրոմատներ են, իսկ թե ում վրա ինչ կոմպրոմատ կա, դա արդեն ընթացքում կպարզվի, իսկ դա իր ազդեցություն ունենալու է ձայների վրա, ես չգիտեմ նոր ուժերի վրա կլինի թե ոչ, այսպես կոչված մեր ձևովի, դա ժամանակը ցույց կտա։ Այս պահին որևէ կանխատեսում անել, այնել այս միջազգային իրավիճակում անշնորհակալ գործ է։ Իհարկե արտաքին միջամտությունը կարող է ազդել։ Գյումրիում ուղղակի աշխատեց այն սցենարը, որ տարբեր դեմքերով էր ընդդիմությունը մասնակցում, բայց արդեն ժողովուրդը հասկացավ, որ դա մի խմբակ է։ Բացի այդ, այո, ռազմաբազայի ներկայությունը ազդել է։ Ինչով էր Էջմիածնի հաղթանակը կարևոր ԿՊ-ի համար։ Մենք գիտենք Կաթողիկոս Փաշինյան հակասությունները, փաստորեն քաղաքի բնակչությունը ըստ էության չի աջակցում Գարեգին Երկրորդին, այսպես դուրս եկավ։ Ես երբ առաջարկում էի վստահության հանրաքվե իրականացնել, կարելի ասել, որ գոնե այս քաղաքում վստահության հանրաքվեն պարտվեց Գարեգին Երկրորդի, եւ սա շատ կարևոր է եւ շատ բացասական է իր համար։